կատուս հացա ուտում, չգիտեմ լսվում ա թե չէ։ Իրա մոտ էլ ա նոր տարի։ Թամի մի քիչ կամաց կեր։ Ժամը 10-ն ա, Հայկին տեսնում եմ։ Հայկ ջան հեսա։ Cold winter, happy new year։ Հեսա միանանք Հայկին։ Բարի լույս։ Բարելուս Անի ջան, բարելուս։ Շնորհավոր ամանոր։ Նմանապես, ձեզ էլ նմանապես։ Լավ եք, լավ նշեցիք։ Այո, շատ լավ նշեցինք Փառք Տիրոջը, ձեր հետ էլ միասին նշեցինք հաջորդ օրը, որը շատ կարևոր էր։ Ինչքան էլ հոգնած էինք, գիտեմ այսօր էլ դուք եք հոգնած, բայց միացել եք մեզ, որի համար անչափ շնորհակալ ենք Հայկ ջան, շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրում եւ շարունակում ենք այս գեղեցիկ Հայկին էլ շնորհավորանքներ մեր կողմից, այստեղ գրում են։ Մարիանա ջան, ողջույն։ Գիտենք ինչքան կարևոր են այս թեմաները, այն օրը հաշվեցինք, փաստորեն 50-ից ավել զրույց ենք ունեցել։ Այո։ Ես մի քիչ կրճատված էի հաշվել, որովհետև թեմաներ ունեինք 6 սեզոններ, սենց ասեմ, հա, ամեն մի թեման, մի քանի սեզոններ, եւ կարծում եմ, որ մեր հայրենակիցներից շատերը լուսաբանվեցին, եթե կարելի է այդ բառը օգտագործել, այս մեր զրույցներով, որոնցից առաջիններից մեկը ես եմ, ում համար շատ կարևոր է այս թեմաները, եւ ինչ ուզում ա լինի, անպայման ուզում եմ այս թեմաները հնչեն, որովհետև գիտեմ համ ինձ համար է պետք, համ նաև մեր հայրենակիցների համար Հայկ ջան։ Ինչ թեմա ենք այսօր խոսելու, ինչ հետաքրքիր ենք մեզ պատրաստել։ Անի ջան, դե քանի որ տարին ենք սկսել ու ընդհանրապես մեր հայ ազգի մեջ ոչ թե տարվա սկիզբն էր այդքան կարևոր, այլ Սուրբ Ծնունդը։ Եվ հետաքրքիր մի բան այսպես միտք եկավ մոտս, որ փաստորեն մենք տարին սկսում ենք Սուրբ Ծնունդով, իսկ արևմտյան աշխարհը վերջացնում է տարին Սուրբ Ծնունդով։ Եվ մենք այդ կողմից շատ ավելի լավ վիճակում ենք, որտեղ ծնունդը սկիզբ է նշանակում։ Եվ իրապես հիմա մենք 2026 թվականի Սուրբ Ծնունդը պիտի նշենք։ Մի քանի օրից իրենք 10 օր առաջ նշեցին 25 թվականի Սուրբ Ծնունդը։ Այսինքն նույնիսկ այս առումով էլ երևի թե մեկ տարի առաջ ենք փաստորեն ու սա ոչ թե ինչ-որ ինքնագոհության համար է պետք, այլ գիտակցության համար է պետք, թե ինչ ունենք, ինչ ժառանգություն ունենք, ինչ մեծեր ենք ունեցել, թե ինչքան կարևոր է իրապես ամեն ինչը ծնունդով սկսել, ինչպես որ երկրորդ Աթևացին պիտի ասեր, որ Սուրբ Ծնունդը բոլոր բարիքների ու օրհնությունների սկիզբն է, եւ իրապես, քանի որ տարին էլ համընկնում է Սուրբ Ծնունդի հետ այսպես այս վերջի շրջանում, ուրեմն թող Աստծով այս տարին լինի բոլոր բարիքների եւ օրհնությունների սկիզբը, հասկանանք ինչ է Սուրբ Ծնունդը, հասկանանք Քրիստոս ինչ բերեց աշխարհ եւ մասնավորաբար ոչ թե միայն թեորիայի մեջ այսպես հասկանանք, կարդանք, այլ մեր կյանքը փոխենք, մեր կյանքը դարձնենք ավելի լուսավոր, որովհետեւ հաճախ նկատում ես երբեմն իմ անձի մեջ, երբեմն նաեւ ուրիշների մեջ եմ տեսնում մոտիկ բարեկամ, հարազատ, ընկեր, որ անդադար Քրիստոսի լույսն ու ավետարանը կարծես թե մարդու կյանքի մեջ կա, բայց էական փոփոխություն չի կատարվում։ Իսկ սա ամենամեծ դժբախտությունն է, եթե ավետարանի մեջ ենք, եթե մենք ժամանակ ենք դնում Սուրբ Գրքի սերտողության, ընթերցանության, պատարակների ու դրանք էական փոփոխություն մեր անձի մեջ չեն կատարում, ուրեմն դատարկ ու անիմաստ է, ինչպես Սուրբ Պողոս առաքյալը պիտի ասեր։ Դրա համար շատ կարևոր է, քանի որ տարին նոր ենք սկսել եւ այսօր ամսի կարծեն 3-ն է։ Երրորդ օրն է եւ հիմա 3 օրից էլ նույնիսկ 2 օրից արդեն ճրագալույցի պատարակ կլինի, վաղն էլ պատարակ կա, 3 օր իրար հետևից պատարակներ են լինելու։ Կարողանանք ոչ թե այդպես թեորիա, այլ իրականում կյանքի վերածել Քրիստոսի լույսը, որովհետեւ Հովանու ավետարանը շատ հստակ է, այն ինչ որ մենք հիմա նշում ենք, լույսի գալն ենք նշում։ Լույսն եկավ աշխարհ եւ հենց էսա մենք հիմա լույսն ենք նշում ու այդ լույսը աշխարհ գալու առաջի հիմնական անձը ես եմ, իմ կյանքը պիտի լուսավորվի այդ լույսով, ես պիտի դառնամ նոր մարդ իմ ջերմությամբ, որովհետեւ Քրիստոս եկավ այդ բարի կերպարը վերականգնելու,
որովհետև մենք կարդում ենք ծննդոցում, որ Աստված ինչ որ ստեղծեց, բարի ստեղծեց։ Իրապես ամեն ինչ բարի էր։ Բայց արի ու տես, որ հետագայում մարդը նույն այդ բարի էակը, նույն այդ անմեղ ձագուկը, երեխան աստիճանաբար դառնանում է եւ սա հաճախ լինում է կյանքի դժվարությունների չարի կատարած ազդեցության հետևանքով եւ իր բնավորության ու խառնվածքի զոհն է դառնում։ Ու Քրիստոս եկավ վերականգնելու այդ բարի կերպար, ասելով, որ քո բնավորությունն ու քո խառնվածքը ոչ թե գեներ, ոչ թե այսօրվա շատ տարածված բան, այլ քո բնավորությունն ու խառնվածքը, եթե խոնարեցնես ու ին նման դառնաս, կվերականգնես այն բարի պատկերը, որի համար ստեղծել են քեզ, որի համար դու գոյություն ունես ու ի վերջո նաև կժառանգես այն հավիտենականությունը, որի համար դու կյանք ես ստացել։ Սա է շատ հակերճ, եթե ներկայացնենք Սուրբ Ծնունդը իր էության մեջ։ Եվ նույնիսկ իր ծնունդն էր բացառիկ, այսինքն ամեն առումով բացառիկ, հետաքրքիր է։ Եվ 4 նախ ասեմ, որ մարգարեները բազում անգամ խոսեցին այս մասին։ Ամենահայտնի մարգարեությունը օրինակ Եսայի 7:14-ն է, որ մարգարեն ասում է, հակույսը պիտի հղանա եւ մի որդի պիտի ծնի եւ նրա անունը պիտի դնեք Էմանուել, որ հետո Մատթեոսը իր առաջի գլխում բացատրում է նաեւ Էմանուել, ինչը ասելով Աստված մեզ հետ։ Ուրեմն իրապես Աստված սկսեց մեզ հետ լինել եւ դա կուսական ծնունդ էր, դա մաքրամաքուր ծնունդ էր, դա հրաշք ծնունդ էր եւ այդ ծնունդը այնքան գեղեցիկ է, այնքան խորհրդավոր է, որովհետեւ այդ ծնունդը Աստծո ներկայության թագավորների թագավորի ծնունդը եղավ ամենախոնար, ամենապարզ, ամենանեղություններով լի ծնունդ, որովհետև բոլորս էլ գիտենք, ինչպես Ղուկաս ավետարանիչն է մեզ ներկայացնում, որ գնացին, տեղ չկար, բոլոր տեղերը փակ էին, եւ Նազարեթից գնացին Բեթխեհեմ, իսկ ինչու Բեթխեհեմ, սա էլ է կարևոր, որովհետև Բեթխեհեմը Դավիթի քաղաքն էր, եւ այդ քաղաքից, որ արքայի քաղաքն է, պիտի ծնվեր նոր արքան, եւ խորքային իմաստով Բեթխեհեմ բառը բառացի նաեւ հիշում եք, չէ՞ ինչ է նշանակում։ Հացի տուն, Բեթլեխեմ, եւ ինքը պիտի հացը, կենաց հացը, որ հետագայում իր մարմինը մեզ պիտի տար, որ դրանով մենք կյանք ունենանք, Սուրբ Հաղորդության խորհուրդն է նաեւ, հացի տնից պիտի ծնվեր։ Ամեն ինչ խորքային իմաստ ունի, եւ հետագայում նաեւ եւ հետաքրքիր է այստեղ առանձնացնենք, որ երկու պատումները մեկը մյուսին լրացնում են։ Ղուկասը շատ ավելի մեծ է ներկայացնում, ավելի ընդարձակ, Մատթեոսը շատ ավելի կարճ, բայց լրացնում են։ Օրինակ Ղուկասի մեջ այդ հովիվների կերպարը կա, որ արածեցնում էին, եւ հետո հրեշտակներն եկան եւ փառաբանության այս ձայնը եղավ։ Եվ երբ որ հովիվները գնացին, գտան մանկանը, ծնված արդեն, եւ հորն ու մորը, հորը ասելով ի նկատի ունենք Հովսեփ Աստվածահորը, որ իր հայրը չէր, որտեղ կուսական ծնունդ էր, բայց նաեւ հայրություն արեց, իր վրա վերցրեց հոր պատասխանատվությունը, ու շատ կարեւոր է, ու ամենափաստորեն հիմնականը նա էր, որ այդ ծնունդը աշխարհի փրկության համար էր, որովհետեւ հրեշտակը Մարիամին ավետման ժամանակ ասեց, չէ, իր անունը Հիսուս կտնես, որտեղ ինքը պիտի փրկի ժողովրդին։ Այս ամբողջը այնքան հետաքրքիր է, ու այստեղ նույնիսկ ուշադրություն դարձրեք։ Հրեշտակները մի կողմից, հովիվները մի կողմից, կենդանիները մյուս կողմից։ Եվ Սուրբ Արծև մեծին հիշեցի, որ հրաշալիորեն ասում էր, որ մարդը հրեշտակների եւ կենդանիների մեջտեղն է։ Մենք կոչված ենք դառնալու հրեշտակների նման, այսինքն մաքրվել, Աստծո ներկայությունը անհամեմատ ավելի շատ զգալ, ապրել, իսկ աշխարհը մեզ տանում է դեպի կենդանական, դեպի անասնական վիճակ։ Եվ այս երկուսն էլ Քրիստոսի ծնունդի ժամանակ կա։ Եվ այստեղ է մարդուն է մնում, եւ սա պատգամ էր նաեւ մեզ։ Գնում ենք դեպի անասնական վիճակ, մեկը մեկից դժգոհել, բամբասել, բողոքել, մենակ մերը ցանկանալ, թե գնում ենք դեպի հրեշտակային վիճակ, որի հիմնական առաքելությունը ինչ է անիջան, եթե ոչ Աստծո փառաբանությունը, փառքի բարձունս Աստուծո։ Այս ամբողջը արդեն ծնունդի մեջ կա։ Իսկ Մատթեոսի ավետարանում հետաքրքրորեն կա նաև մի դրվագ, որը որ հետագայում բերել են բոլոր իրար են կապել Մոգերի գալը։ Հայրերը հստակ ասում են, որ Մոգերի գալը
Քրիստոսի ծնունդի ժամանակ չէր, կոնկրետ այդ օրերին չէր, որտեղ իրենք տեսան, որ Քրիստոս ծնվեց, Աստղը տեսան։ Եվ այդ Աստղով եկան, երկար ժամանակ եկան։ Եվ գալուց հետո, նոր հետո իմանում են, չէ, Հերովդեսից, թե որտեղ է։ Եվ այդտեղ էլ արդեն Միքիա 5-ի մարգարեությունն են իրենց ասում, որ Բեթլեհեմում պիտի ծնվի։ Եվ երբ որ գնում են, Աստղը նորից հայտնվում է ու տանում է իրանց այնտեղ, որտեղ որ իրանք բնակվում են, ասում արդեն տանն էին։ Նշանակում է, որ փոփոխություն կար։ Եվ այդ մարգարեների, որոնց ավանդաբար մենք անուններն էլ ենք պահել, այդ մարգարեների ներկայություն եւ իրենց նվերներն է, որ շատ հետաքրքիր է։ Եվ մեր այդ անունները մարգարեների մեր մեջ են մտած Մելքոն, Գասպար եւ Բաղդասար։ Հիմա շատ ոչ Մելքոն ենք դնում, ոչ Գասպար ենք դնում, ոչ էլ Բաղդասար ենք դնում։ Բայց այս երեք այդ մոգերի անուններն են, որ հայ ազգի մեջ մտել է, ու շատ ունենք Մելքոնյաններ, Գասպարյաններ, Բաղդասարյաններ, որտեղ հին ժամանակ այդ անունները ընդունված են եղել իբրև այն մոգերի, այն իմաստունների, որտեղ իրենք ավելի ոչ թե կախարդության հետ են կապված, այլ իմաստության, ովքեր կարողացան աշխարհը տիեզերքը տեսնելով տեսնել տիեզերքի արարչին ու եկան խոնարհաբար երկրպագելու եւ իրենց 3 նվերները բերեցին։ Հիշում եք, չէ՞ դրանք էլ որոնք էին։ Ոսկի, կնդրուկ, որը որ խունկն է, եւ զմուրս, որը որ զմրսում է պահպանելու համար։ Եվ սրանք է խորհրդանիշ ունեն։ Ոսկին իբրև թագավորի խորհրդանիշ, խունկը իբրև քահանայի խորհրդանիշ, եւ զմուրսը իբրև հավիտենության խորհրդանիշ, որտեղ զմրսում ես, որ մնա։ Ուրեմն հավիտենական թագավոր եւ հավիտենական քահանայապետ եկանք քո առջև խոնարհվելու եւ քեզ մեր ընծան մատուցելու։ Եվ հետաքրքրորեն, երբ որ Հերովդես իրենց խաբել էր, որ գնացեք, տեսեք որտեղ է, արեք ինձ ասեք, ես էլ գնամ երկրպագեմ, ասում է ինչ եղավ, հրեշտակը իրենց երազում հայտնվեց ու ասեց չգնաց այդ ճանապարհով ու ուրիշ ճանապարհով հետ գնացեք։ Այս ամբողջը հետաքրքրորեն կարելի է ասել մի անհավատալի պատում կլիներ, եթե այսքան վկայված չլիներ համ գրություններով, համ նաև Քրիստոսի կյանքով, համ էլ իրենից հետո ապրած մարդկանց վկայություններով։ Ու սա այդ երանական վիճակն է, որ օրինակ արևմտյան աշխարհը բավական երկար է տոնում։ Այս Christmas Carol-ները, Christmas-ի վիճակը, որ այսօր էլ աշխարհը փորձում է դրան էլ խեղդել, եթե անդրադառնում եք, անդադար քչացնում են։ Հիմա էլ Merry Christmas վախենում են ասել, չեն ասում։ Այս տարի ասում էին։ Բայց ասում էին այս տարի խանութներում, անցյալ տարի մենակ ասում էին Happy Holiday, որտեղ հրաման էր տրված։ Այս տարի բոլոր ազգերը զարմացել էի, ասում էին Merry Christmas, ես էլ եմ որ հավեսով Merry Christmas, ես ոնց է փոխվել։ Շատը մոլերում էին ասում Happy Holiday, բայց այս տարի ասեցին, ուրախացա ահագին։ միտքս ինչ է, որ երբ որ ես նոր եմ եկել, նման խնդիր չկար։ Christmas-ը, New Year-ը։ Բայց մտցրեցին մարդկանց եւ ամբողջ նպատակը ինչն է, շեղելն է Քրիստոսի ծնունդից, որովհետեւ նորից ուզում եմ հիշել Հովանու ավետարանը, որ լույսը եկավ աշխարհ, 7 գլխի մեջ ասա, բայց մարդիկ խավարը նախընտրեցին, որտեղ նրանց գործերը խավար են։ Ու կարծես թե ամենալուսավոր, ամենաօրհնյալ վիճակը, որ կա, Աստծո որդու ծնունդն է, մարդացած Աստծո ծնունդն է, խոստումի իրականացումը, լույսի աշխարհ գալն է, պիտի ամենաուրախալին լինի, բայց մարդիկ պայքարում են դրա դեմ, կռվում են դրա դեմ։ Եվ սա այս առաջի օրերից եկավ։ Եվ ամենաառաջի մարդը, որ պայքարեց Քրիստոսի ծնունդի դեմով էր Հերովդեսը, որը որ սխալ հասկացավ, մտածեց, որ Իրա տեղն անստելու։ իր փոխարեն թագավորելու, ինքը մինչև Քրիստոս մեծանար, ինքը մահանալու էր արդեն։ Բայց տեսեք ինչ վերեց իր եսասիրությունը ու սխալ ընկալումը Քրիստոսի, որ սկսեց պայքարել ու ոչ միայն պայքարել այսպես գաղափարապես, այլ նույնիսկ մինչև 2 տարեկան ասում է բոլոր մանուկներին հրամայեց ոչնչացնել, սպանել, սրախոխող անել ու ամենադաժան բանն է սա։ Բայց սա ինչ է դուրս գալիս, որ այդ բարի լուրի, այդ մեծագույն լուրի ավետիսը միանշանակ չի ընդունվում մարդկանց կողմից, ինչպես առաջի օրվանից, այնպես էլ մեր ժամանակներում, եւ անդադար կռիվ կա,
եւ մեզանից յուրաքանչյուրն էլ իր մեջ ունի այդ կռիվը, որովհետեւ հաճախ մենք ուզում ենք Քրիստոսին ընդունել, մենք ընդունում ենք Քրիստոսի ավետարանը, մենք ընդունում ենք իր կերպարը, իբրև կատարելությունը, բայց երբ որ հարցը գալիս է դա վերագրելու մեզ կամ ապրելու մեր կյանքը, հաճախ թերանում ենք, հաճախ աշխարհը մեզ նորից շեղում է, հաճախ հետաձգում ենք եւ էական փոփոխություն չենք ունենում։ Ուրեմն ինչպես աշխարհի կյանքում, այնպես էլ մեր անձնական կյանքում Քրիստոսի լույսը ծնունդ է տալիս, բայց մենք այդ ծնունդը պետք է վերցնենք ու փայփայենք։ Գիտեք, նման այդ մանուկի հաճախ քարոզների մեջ այդ մանուկ կերպարն է, չէ՞ նկարագրվում ամեն ցուրտ ծննդյան պատարագին մանուկ Հիսուսի կերպարի մասին կլսեք ոչ միայն հայերս, ես տարբեր տեղեր որ եղել եմ, նաև ինչ որ չափովի պաշտոն միշտ մանուկի կերպարն են վերցնում։ Բայց այս մանուկ ուզում է մեր կյանքում մեր Քրիստոսի ներկայությունը տեսնել։ Քրիստոս մանուկ է, ծնվել է իմ կյանքում, արդյոք ես աճեցնելու եմ այդ մանուկին, որ դառնա իմ Տերն ու Թագավորը, իմ փրկիչը, որովհետև ուրիշ փրկիչ չունեմ։ Եվ ի վերջո գալիս է այն պահը, որ երբ որ մարդ անկեղծ է ու երբ որ կյանքը ցույց է տալիս, որ ինքը նաև շատ սահմանափակ է իր կարողության մեջ, ի վերջո փրկիչ է փնտրում։ Դժվարություններից, փորձություններից, հիվանդություններից, դժբախտություններից ազատվելու համար։ Բայց այդ փրկիչը եկավ աշխարհ, որպեսզի մենք իրեն փայփայենք ու մեծացնենք, ինչպես Մարիամ Աստվածածինը արեց։ Ինքը դիտավորյալ եկավ մանուկ, որ Մարիամն ու Հովսեփ առիթ ունենային իրեն աճեցնելու։ Նույնը մեր պարագանը, մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել Մարիամներ ու Հովսեփներ։ Մենք էլ մեր կյանքում, մեր անձի մեջ ինչքան ենք աճեցնում Քրիստոսին, որպեսզի ինքը ի վերջո նաև դառնա իմ Տերն ու Փրկիչը, որի հետ ես անձնական շփում ու հարաբերություն ունեմ։ Սա է ինքը բացառիկ խորն է, դրա համար խորենացին իր շարականի մեջ, որ շատ հայտնի շարական է, պատկերացրեք, խորենացին ասում, խորհուրդ մեծ եւ սքանչելի։ Այս մեծ ու սքանչելի խորհուրդն է, որ երրորդության մեկ անձը հորից չհեռանալով միևնույն ժամանակ քարայրի մեջ ծնվեց։ Սա է լավանդույթը, օրինակ արևմտյան աշխարհում մենակ ասում են մսուրը կենդանիների, բայց այդ մսուրը որտեղ էր չեն ասում, իսկ մսուրը ինքը քարայրում էր։ Եվ սա խորհրդանշական է, որովհետև տներում տեղ չկար, հյուրանոցներում էլ տեղ չկար, քարանձավի մեջ ներողություն միայն տեղ կար, եւ հաճախ կարող է մեր կյանքն է, մեր սիրտն է քարանձավ, որ պիտի վերածվի տան, բնակարանի, որտեղ Քրիստոս պիտի բնակվի։ Այս նախաբանը մի քիչ ծավալ ուներ, բայց հուսամ օգտակար էր։ Խնդրեմ, Անի ջան, եթե մտքեր կան, համեցեք։ Չէ, ես ուզում եմ լսեմ, որովհետև լիքը բաներ կա, որ իրականում չգիտեմ։ Ուզում եմ լսեմ, որ իմանամ, սովորեմ ընդհանրապես այդ Ավետիսի մասին։ Ես լսեցի, որ հենց հունվարի 6-ին այդ նույն աստղը լինելու է, որ 1000 տարվա մեջ մի քանի անգամ է լինում եւ Հայաստանում է լինելու։ Այդ աստղը, որ եղել է Քրիստոսի ժամանակ, բացատրեցին, որ մոլորակները հավաքվում են եւ շատ ուժեղ լույս է լինում, խաչի նման, եւ այս տարի Հայաստանից երևալու է հունվարի 6-ին, հենց հունվարի 6-ին է լինելու։ Ոնց որ էլի նույնիսկ երկիր մոլորակը ձեր ասած բնությունը ինքը էլի վկայում է Քրիստոսի լույսի մասին։ Այստեղ միշտ հրաշալի է դա, բայց հայերը միշտ երկու ձև են ընկալում ու մեզ օգնում են հասկանալ, որ մենակ սրանք պարզ աստղեր չէին կամ պարզ աստղ չէր, որովհետև աստղեր, որ ուղղորդում էր, եւ աստղեր, որ կանգնում էր, եւ աստղեր, որ անհետանում էր, հետո նորից հայտնվում էր, հետո նորից գնում էր ու նորից կանգնում էր։ Այսինքն այստեղ նաեւ արարչագործության, տիեզերքի արարչի անմիջական նաև ներկայության մասին է, սա պարզ աստղերի մասին չի կամ համաստեղությունների մասին չի խոսքը, որովհետև պարզ համաստեղություններն ու աստղերը չեն գալիս, չեն կանգնում, չեն անհետանում, նորից հայտնվում նույն վայրում, նորից շարունակում, ուրիշ տեղ կանգնում։ Ուրեմն ուրախ եմ, որ մարդիկ սա փորձում են տեսնել եւ ինչ որ առնչություն տեսնել Քրիստոսի ծնունդի հետ, բայց շատ հստակ է, որ ինչպես սրբերն են ասում, սա պարզ երկնային գոյացություն կամ աստղ չէր, այլ ուղղակի պատգամ էր նաև, որովհետև ոստեղ շատ հետաքրքիր մի բան կա, չէ, որովհետև Աստված երբ որ իմաստունների հետ խոսում է, այն իմաստունների, որոնք Աստծուն դեռ չէին ճանաչում,
ժամանակ հрյաները ճանաչում էին, ունեին մարգարեներ, ունեին նահապետներ, հեթանոսների հետ էլ առաջագործության միջոցով էր մեսիջը փոխանցում։ Բայց երբ որ արդեն Քրիստոս եկավ աշխարհ, ինքը եկավ հենց այդ նույն մոգերին, ովքեր որ հեթանոս էին իմաստունները, առաջինը իրենց հետ տալու առնելու, ոչ թե նույն հрյաների, ասենք, ղեկավարության, իշխանության։ Սա այստեղ էր, որ նաև գալիս ենք այն գաղափարին, որ արդեն բացվեց դռները բոլորի առջև ու ոչ թե պարզ աստղի միջոցով, այլ աստվածային խորհուրդ ունեցող աստղի միջոցով, որը ուղեցույց էր կոնկրետ մարդկանց համար, եւ մեր համար էլ Քրիստոսի աստղն է ուղեցույց ու հետաքրքիր է տեսեք մտքիս ինչ եկավ, թե ինչպես նույն այդ աստղ գաղափարը փոխվեց տասնամյակներ, Քրիստոսի աստղը դարձավ կարմիր աստղ, սովետական, Քրիստոսի Christmas tree-ն ասում, Սուրբ Ծննդյան ծառը դարձավ տոնածառ, Սուրբ Նիկողայոս մեծ սուրբը, որը որ նաև հայ առաքելական եկեղեցու սուրբ է, Saint Nicholas, Santa Claus, դարձավ ձմեռ պապի, եւ այս ամբողջ ինչպես աղավաղվեց ու փոխվեց, բայց քանի որ սա մանկական հուշերը մեզ հաճելի են, բայց մեծերը ինչ արեցին, քրիստոնեությունը փորձեցին հանել եւ մտցրել ինչ որ անիմաստ կարմիր աստղ, ձմեռ պապի եւ այլ գաղափարներ։ Սա է հաճախ լինում մեր կյանքում իրականության մեջ, որ իրականը իմաստավորը փոխվում է անիմաստի ու ոչ իրականի, որտեվ ձմեռ պապի չկա։ Ներողություն, եթե երեխական ուսի մեջ չգիտեմ, բայց Սուրբ Նիկողայոսը եղել է ու կա։ Եվ Սուրբ Նիկողայոսը իրապես են անձներ, որ Աստծո սիրով տոգորված իր կարողության չափով ամեն մի մանուկի մի նվեր էր փորձում տալ Սուրբ Ծննդյան հետ կապված, որ մանուկները նվեր ունենան եւ Սուրբ Ծննդյան տոնը կապեն ուրախության հետ, առատության հետ, որովհետեւ իրանք դեռ չէին հասկանում, որ մեծագույն նվերը, որ մանուկները պիտի ստանան, դա Քրիստոսի ծնունդն է ու իր հետ կապն է, որ հիմա դեռ այդքան գիտակից չեն, հետագայում այդ փոքրիկ նվերը պիտի տանի դեպի Քրիստոսի մեծագույն կյանքի նվերի գիտակցության։ Նույնը մեր պարագանը, երբ որ մենք ձմեռ պապի տեսքով գալիս ու նվերներ ենք տալիս, այդ հիմնական մեսիջը մոռանում ենք, որ այդ փոքրիկ նվերը, որ մանուկը դեռ չունի այդ հասունությունը, պիտի իրեն անպայման հիշեցնի ու խորհրդանշի ավելի մեծ նվերը, որ Քրիստոս տվեց իր ծնունդով, ու մենք իբրև ծնողներ կամ մեծեր կոչված ենք այս պատգամը փոխանցել, որտեղ սա հազարամյակներ այդ պատգամն է եղել։ Հետո է որ սա մի քանի տասնամյակ խամրել է ու մենք մինչև հիմա այդ խամրած պատգամի հետևից ենք գնում։ Եվ ինքը տոնը այնքան գեղեցիկ է, նախ ինքը տաղավար տոն է, առաջի տաղավար տոն, այսինքն մեր 5 կարևորագույն տոներից առաջինն է, որ իր մեջ ենթադրում է, եթե տաղավարն ինչ է նշանակում։ Տաղավար վրան է նշանակում։ Բա վրան տոնը ո՞րն է։ Այսինքն հիմնական բացատրությունը նա է, որ քանի որ մեծ տոներ հավաքվում էին տաղավարներում, վրաններում իրար հետ են լինում ժողովուրդը։ Պատարագից հետո թե եկեղեցու որտեղ մեկ շաբաթ իրար հետ պահեցողություն կար եւ այլն։ Իրար հետ։ Միասին հիմա նույնիսկ եթե Թադեի վանք կա, Իրանա հայերը գնում են, այդտեղ տաղավարների մեջ հին ավանդույթը պահել են, տարբեր ընտանիքներով գալիս են ամբողջ տարածքը տաղավարներով։ Հավաքվում են այդտեղ։ Այո։ Դա մեր վանքն է։ Եվ իսկ սա Սուրբ Գրային է, որտեղ գալիս է այլակերպության օրը, երբ որ Պետրոս առաքյալը Քրիստոսին ասաց, դեր 3 հատ տաղավար շինեմ, 3 հատ վրան շինեմ, մեկը քեզ, մեկը Եղիայի, մեկը Մովսեսի համար։ Այսինքն այդ էր մնալու գաղափարը, ոչ թե տունը առանձնացրած, այլ հավաքականության, որտեղ մեծ տոներ են եւ մեծ տոների ժամանակ ուզում եք հավաքականություն լինի, իսկ այն ժամանակ չէին կարող։ Հիմա էլ տուն սարքեն, ուրեմն ժամանակավոր վրաններ էին պատրաստում եւ մեջն էին լինում։ Սա ուրեմն 5 տաղավար տոներից առաջինն է։ Ամենակարևորն է, որ նշանակում է մեկ շաբաթյա պահք ունի, որը որ հիմա է ու մենք այդ է որ շատերս պահքը չենք պահում, չնայած ուրախ եմ, որ ամսի մեկի մեր երիտասարդների զգալի մասը պահքի մեջ էր։ Հրաշալի է դա, դրա համար այդ միշտ ասում եմ, այդ պահքից մնացել է պասուց տոլման, պահքի տոլման, որը դնում եք սեղանին առանց իմանալու թե ինչ ենք դնում, Պասի տոլմա, որովհետև պահքի տոլմա ա եղել, այսինքն ուրիշ չեն կերել պահոց շրջանը։ Բայց դրա նախօրյակին արդեն ճրագալույցի պատարագ է,
ճրագները լուծանել, այսինքն վառել, այդտեղից լուծկի բառն է գալիս, վառել։ Ճրագի, որ նշանակում է լույսն է մտել աշխարհ, եւ այդ լույսը մենք խորհրդանշորեն Ճակալույսը հենց հունվարի 6-ին, Հայկ, թե հետո։ հունվարի 5-ի երեկոյան։ Առաջա։ Առաջ է, իհարկե։ Եվ խորքի մեջ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում, դա է Սուրբ Ծննդյան պատարագը, որովհետև Քրիստոս ծնվեց երեկոյան, որտեղ գիտենք, որ մութ էր, եւ երբ որ ծնվեց, հրեշտակները երևացին եւ հովիվները գիշերով գնացին։ Սոճրակալույցի պատարագը համարվում է համաձայն մեր վարդապետի հենց իրական Սուրբ Ծննդյան պատարագը, երեկոյան, ամսի 5-ի երեկոյան, այդ օրը, որ ջուր է վերցվում, ներողություն, լույս են տանում։ Իսկ հաջորդ օրը նորից ասում ենք Սուրբ Ծննդյան օր եւ մկրտության օր, որովհետեւ ավանդույթի համաձայն ամսի 6-ին կատարվում էր երբ Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Մկրտությունը, որովհետեւ 30 տարի հետո Քրիստոս եկավ նույն օրը մկրտվեց։ Եվ մենք սա ենք պահում, դրա համար ջրօրհնեք է կատարվում, օրնվում է։ Բայց եթե 30 տարի հետո է Քրիստոս մկրտվեցի, են իր ծնունդի օրը անում։ Որտեւ համընկել է օրը։ Ոստե այդ օրն է համընկել, տենց անում են։ Այո։ Եվ դրա համար այսօրը նաև հիմնականում կոչվել է Աստվածահայտնություն, որ Աստված հայտնվեց, նախ հայտնվեց մարդացած, եւ մկրտության օրն էլ հայտնվեց երրորդության տեսքով, որ առաջի անգամ Աստծո իրական Աստվածահայտնությունն էր։ Եվ դրա համար ինքը հին անունը ոչ թե այնքան այդ նշել են Սուրբ Ծնունդ, այլ Աստվածահայտնություն են կոչել, Theophany։ Այս բառը հիմա էլ կա։ Աստվածահայտնություն կոնկրետ, եւ այդ օրն է փաստորեն, որ մենք նաեւ նշում ենք Քրիստոսի Սուրբ Մկրտությունը, իսկ ինքը Սուրբ Մկրտությունը Քրիստոսի շատ մեծ տոն է եղել նաեւ։ Հիմա է որ էլ արդեն չի նկատվում, որովհետեւ նախ մկրտությունը ինքը առաջի ու մեծագույն խորհուրդն է Քրիստոսի եկեղեցու, որով դառնում ես քրիստոնյա։ Եվ քրիստոնյաները հաճախ փորձել են այդ օրն էլ հենց մկրտվել։ Եվ ուղղակի հարցեր էր, որ շատ ուխտավորներ, երբ որ գնում էին Սուրբ Երկիր, նույն օրը նախ ձմեռա, նույն օրը գնում էին Բեթխեհեմ, եւ հետո նույն օրը գնում էին Հորդանան, որպեսզի երկու տոներին էլ մասնակցեն, եւ դժվար էր լինում թափորներով հնում թափոր էին անում։ Հիմա տեսել եք, չէ՞, հոգեվորականները թափորով գնում են։ Թափորներով գնալ սկզբից Բեթխեհեմ։ Ու սառը ջրի մեջ մկրտվել են։ Հա, պատարագ եւ այլն, ու դրա համար հետագայում է որ օրը փոխվեց։ Երբեմն ես լսել եմ, մեզ ասում են, դուք հայերդ ամեն ինչով ուզում եք տարբերվեք, ինչի եք ամբողջ աշխարհ ամսի 24-ի գիշերն ու 25-ն է դեկտեմբեր նշում, դուք նշում եք ամսի 6-ին։ Եվ ասողները ինքը երբեմն օտարները, երբեմն հենց մեր հայերն են ասում, մենք հայերս անգամ։ Ցենց ենք, շատ հպարտ ենք, շատ գոռոզ ենք։ Այնքան ցավալի է տարական գիտելիք չունեցող մարդկանց հետ այս վերաբերմունքը լսել ու ավելի վատ է, որ այս մարդիկ ազդում են ուրիշ մարդկանց վրա։ Եթե մի փոքրիկ փորձեն ուսումնասիրեն, այսօր ինտերնետը հեշտ է, կտեսնեն, որ ավանդաբար ամենահին the original Christmas day նույնիսկ այս բառը կապակցությունը կա, որ հայերեն չի։ Օրը նշվել է 6-ը, ավանդաբար սա հնագույն օրն է, պահպանված։ Եվ ոչ միայն հայկական աղբյուրների մեջ, 3 մեծագույն սրբեր կան, համաքրիստոնեական մեծագույն սրբեր, որոնցից օրինակ առաջինը Սուրբ Հովան Ոսկեբերանն է, որ հայ չի, հույն է։ Եվ սկզբից Անտիոքում էր, հետո Կոստանդնուպոլիսի պատրիարքն էր, 380-ականների վկայություն ունի, որ պահպանված է գրքում, Քրիստոսի ծննդյան օրվա հետ կապված վերնագիծն է, իր գրությունը, որ ասում է, որ մենք 10 տարի է ինչ Անտիոքում փոխեցինք օրը։ Այսինքն 6-ը դարձեցինք դեկտեմբերի 25։ Հայք, իսկ այն վարկածը, որ ասում են գարնանն է եղել, որովհետև հնում, կարծեմ, ոչխարները թե գառները մենակ գարնանն են ծննդաբերը եւ հովիվները այդ սեզոնին են դրսում եղել։ Ինչու՞ ստես մի հատ վարկած լսեցի, խոսողը հրյա էր։ Հրյա քրիստոնյա էր ոնց որ։ Իրականում նախ ոչխարների ծննդյան մասին նոր գառնուկների մասին ոչ մի բան չկա ավետարանում։
Չէ, ինքն էր ասում էր Հետ եմ ասում, սովորաբար, ինքը իրանից է բերում, հա, ինքը իրանից, որովհետև ինքը ասում կապում է սովորաբար գառները, գառնուկների հետ նման բան ավետարանում չկա, հա, ինքը ինքը իրանց, բնությունից է խոսում, հայք, ինքը հա, ասում է բայց ինքը բնության մեջ գառները ծննդաբերում են այսինչ համաձայն եմ, ժամին, Անի ջան, հովիվներն էլ դրսում էին, որովհետև գառները հիմա ծննդաբերում դրա համար են։ նորից ուզում եմ կրկնել միտքս, Հա, որտեղ բացարձակ կապ չունի վկայության հետ։ Ես է կարող եմ շատ բան ենթադրել ու ասել, որ ինքը ենթադրում էր։ սրանք լրիվ ենթադրություններ են, որոնք որ անհիմն են, որովհետև դրանք ունենք հստակ արձանագրություններ, վկայություններ, որոնք մեզ ասում են։ Իսկ հստակ արձանագրություններն ու վկայությունները նախ չեն խոսում գառնան մասին մեկ։ Երկրորդ չեն խոսում նաև գառնուկների ծնունդի եւ այլնի հետ, ընդհակառակը։ Խոսում են նաև ցուրտ վիճակի մասին, որովհետև եթե հաշվի առնենք, որ անպայման Մարիամն ու Հովսեփն ուզում էին, եւ սա ամբողջ կոնտեքստից են վերցնում, տեքստից, ուզում էին տաք բնակարանում լինել, բնականաբար ու չգտան ու նախընտրեցին գոմը, որը որ նաև քարայրի մեջ էր նորից կենդանիների ջերմությամբ, բնականաբար խոսքը ձմեռվա ցրտի մասին է, բայց ոչ հայաստանյան ցուրտ եկեք, ես չեմ եղել Սուրբ Երկրում, բայց շատերով որ եղել են, ասում են, որ այդ խստաշունչ ձմեռը չի, ինչ որ Հայաստանում որ ժամանակին էր մեծ մանկության մեջ հիշում եմ ձյուն եւ այլ եւ այլ։ Ուրեմն սրանք շատ ինչու եմ սա ասում, որովհետեւ հաճախ այդ մարդիկ երևակայության արդյունքում ինչ որ ճշմարտություններ են ուզում փոխեն, ճշմարտությունը շատ հստակ ու պարզ է։ Բայց ինչու էի նաև այս մասին ուզում խոսում էինք սրա մասին, որ փաստորեն ինչպես Սուրբ Հովան Ոսկեբերանի մոտ, այնպես էլ Սուրբ Գրիգոր Նազյանզացի աստվածաբանը, որ մեծ աստվածաբան է, միակն է, որ առաջի դարերում կոչվել է աստվածաբան, որը որ նորից իր հունվարի 6-ի քարոզի մեջ համար 37-րդ ճառն ենք ասում, նշում է, որ այսօր Քրիստոսի ծնունդի օրն է։ Եվ դրանից բացի ունենք մեկ այլ սուրբ, սրանք բոլորը, ինչպես որ ասացի, հայ չեն, Եփիփան Կիպրացի, Սուրբ Եփիփան Կիպրացի, ով նույնիսկ ազգությամբ հրեա է, բայց սուրբ է, քրիստոնյա է դարձել եւ մեր 12 վարդապետներից մեկն է, եւ ահռելի մեծ աշխատանք է տարել աղանների դեմ, եւ իր գիրքը կոչվում է Պանարիոն, ընդդեմ հերձվածոց, եւ այս գրքի մեջ հստակ ինքը նշում է, որ մենք եւ սա Կիպրոսի մասին է արդեն խոսքը, նորից արևելյան տարածքներ, հունվարի 6-ին ենք նշում եւ Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Մկրտությունը։ Ինչ է դուրս գալիս, որ վկայությունները շատ են ու ցավոք սրտի միայն հայերս ենք, որ ճիշտ իրական ավանդաբար փոխանցված առաջի օրը պահելու բոլորը շեղվել են։ Ու սա ինքնին ինձ այնքան մեծ ողջավորություն է տալիս, մեկը որ արդեն օտար աղբյուրներից է տեսնում քո իմ եկեղեցու այդ ամենագեղեցիկ բառն եմ հավատարմությունը Քրիստոսի ուսմունքին ու Քրիստոսի ավանդույթին։ Մենք փորձել ենք մի տար չշեղել, մի նշանախեց չանել։ Եվ երբ որ արևմուտքը սկսեց փոխել օրը, որովհետև արևի Աստծո հետ էր կապված այդ օրը, եւ ամսի 24-25-ին նշում էին արևի Աստծո օրը, հեթանոսական, եւ քրիստոնյաները փորձեցին Սուրբ Ծնունդը մի քանի օր առաջ տանել, այս 12 օր առաջ բերել, որպեսզի ասեն, որ այսօրը ոչ թե պարզ արեգակի ծնունդն է, այլ արդարության արեգակի, արեգակը ստեղծողի ծնունդն է, եւ դրանով աստիճանաբար մոռացության տալ հեթանոսական տոնը, եւ այդպես էլ կատարվեց։ Մենք մեզ մոտ կամ արևելյան քրիստոնեությունը այդ պահին չունեին արևի Աստծո ծնունդի գաղափար։ Եվ մեր համար դա էական չէր ու մենք պահեցինք նույնը։ Իսկ որոշ տեղերում են, ինչպես ասեցի, գործնական բնույթից, նույնիսկ նամակներ կան, որ խնդրում են, որ մենք էլ տալանջատենք ծնունդը մկրտությունից, որովհետև գործնականորեն դժվար է գնալ Սուրբ Երկրերում, մեկ տեղը հետո մյուս տեղը։ Այսինքն փոփոխություն կատարվեց, որը որ մեզ համար մեղք չի։ Բայց եթե գիտենք ավելի ավանդաբար պահված օրը, որ ավանդության համաձայն մեր հայրերն ասում են Սուրբ Հակոբոստյարն եղբայրն է փոխանցել, եւ հետո ընդունվել է ընդհանրական եկեղեցու կյանքում, հետո է փոխվել 350 տարի հետո նոր փոխվել է, ինչու ոչ, ու դրա համար ես շատ ուրախ եմ, որ մենք պահել ենք այն ինչ որ մեզ փոխանցվել է ի սկզբանե։ Ու սա շատ կարևոր է։
Ուսա խոսում Ամսի 6-ին մենք տոնում ենք Քրիստոսի ավետումը եւ նաեւ մկրտությունը։ Քրիստոսի ծնունդը եւ մկրտությունը։ Հա, ավետումը չի։ Չէ, ավետումը։ Ավետումը ընդհանրապես, եթե կհիշեք, մենք տոնում ենք ապրիլ 7-ին, Աստվածամորտոնի հետ, դա դարձավ մայրության։ Հա, հրեշտակները գալիս են, ասում են, օքեյ, տոնում ենք Քրիստոսի ծնունդը, դրա համար ասում ենք շնորհավոր Սուրբ ծնունդ, եւ այդ 5-ի գիշերը ճրագալույսն է լինում, որովհետեւ ինչա խորհրդանշում ճրագը, որ լույսն է ծնվելու։ Լույսը, չէ՞ որ Քրիստոս ասեց, ես եմ լույսն աշխարհի։ Եվ Քրիստոսի լույսը մենք տանում ենք բոլորս մեր տուն։ Եվ սա ոչ միայն խորհրդանիշն է, այլ նաև սա իրական գիտակցությունն է, որ եթե ես Քրիստոսի լույսը բերեցի իմ տուն ու տարին եմ սկսում Քրիստոսի լույսով, ես պիտի փորձեմ այդ լույսը ամեն օր հիշել, լուսավորել, որտեղ մեկ այլ տեղ էլ Մատթեոսի ավետանում 5-րդ գլխում ասում էր դուք եք լույսը, եւ այդ լույսը ձեր գործերն են, եւ այդ գործերը պիտի այնպես լինի, որ ճրագը բարձր դժվի, ոչ թե տակը, գրվանի տակը։ Այսինքն Քրիստոսի լույսը մենք վերցնում ենք, ու այդ լույսը մենք տարածելով պիտի փոխանցենք ամբողջ մեր շրջապատի մեջ։ Դրա համար մոմի արժեքը դրանով է լավ, որ երբ որ մի մոմից երկրորդն է կպնում, երրորդը, չորրորդը, 10-րդը, 100-րդը, այդ մոմի լույսը չի քչանում, բայց 100-ատ կամ 1000-ատ նոր մոմեր են վառվում։ Եվ ամբողջ Քրիստոսի ուսմունքի ավետարանի նպատակը սա է, բարի լուրի նպատակը սա է, որ փոխանցեք այս բարի լուրը, ապրեք այս բարի լուրով։ Բայց մենք գնում ենք եկեղեցի, վերցնում ենք այդ մոմերը, կա վաճառվում է, անցյալ տարի կարծեմ $10 էր, կամ եկեղեցու մոմերն ես վերցնում, չեմ հիշում այդ ինչքան էր, anyways, վերցնում ես, այդ հերթը կանգնում ես, շատ անգամ չես հասկանում ինչա, բայց տեսնում ես բոլորը տանում են, վառում ես մեքենայի մեջ, նենց ես անում չհանգի, հա, գուրգուրում ես այդ լույսը, բերում ես տուն, դնում ես, բայց իրականում դու չգիտես, որ էդի այն լույսն է, որ պետք է Քրիստոսի լույսը տարածես, այսինքն երբ որ ինչ-որ մեկը Քրիստոսին չի ճանաչում, դու պետք է փորձես իր հետ խոսես Քրիստոսի մասին, բայց դու ավելի շատ գուրգուրում ես, որ քո մոմը չհանգի, պրոստը, որ բերես տուն հասցնես իրան։ Այսինքն ավելի երկրորդական ու ոչ կարևոր միտքն է մեր մոտ բաները, իսկ մոմի հետ առնչված օրինակ եւ Սրբոց Ղևոնդյանցում եւ Առաքելոցում մոմի գումար չկա, նվիրատվություն է, կոնկրետ մոմի։ Եթե Սուրբ Ծննդյան գեղեցիկ այդպես մոմեր են, դա շշերովը $10 Տիկնաց միությունն է գնում, իրեն գնում են, հետո ոնց որ վերցնում են ու այդ գումարով տիկնաց։ Սիրուն է որտեղ sense կլորամաններով Եվ իրենք բան են, այդ գումարը հետագայում օգտագործում են, ասենք տարբեր եկեղեցանոց ծրագրերին, բայց ինքը մոմը անվճար է։ Մեր գրեթե թեմի բոլոր եկեղեցիներում ով ինչքան կարող է։ Իմ մոտ մի խնդիր ա եղել բերել, ես այդ մոմերից եմ մի անգամ ա եղել, որ այդ մեծից եմ վերցրել, հետո այն հասարակ եկեղեցու մոմերից, բայց վառված մեքենայով դժվար ա եղել, անջատել եմ, բերել եմ տանը նորից վառել եմ։ Այսինքն չպիտի դա վերածվի սնահավատության, որ ով մոմս հանգեց, մուրազը շկա։ Կարար կտամ ավտոյի մեջ հաստատեմ, որ տենց տանեմ եկնեմ։ Ընդհանրապես կարևոր է, որ մենք գիտակցենք, որ այդ լույսը մենք նախ եւ առաջ տանում ենք մեր սրտերում։ Եվ այնպես չլինի, որ այդ մոմը լույսը բերեցինք տուն, բայց սկսեցինք հենց այդ պահից էլ մեր հարազատների հետ կռվել, վիճել, բամբասել, դժգոհել։ Ինչ իմաստ ունի այդ լույս տանելը, եթե քո անձնական կյանքում քո անմիջական քո ներսը չես լուսավորել, որտեղ նպատակը այդ ներսի լուսավորությունն է։ Իսկ արտաքինը քեզ հիշեցնում է դրա մասին։ Ուրեմն այդ գիտակցությունն ընդհանրապես ճիշտ գիտակցությունն է մարդուն տանում առաջ։ Նորից ուզում եմ հիշեցնել, երբ որ մարդ սխալ գիտակցություն ունի, նույնիսկ Սուրբ Ծնունդը կարող դառնա մարդասպանության, մանկասպանության մեծագույն առիթ, ինչպես որ Հերովդեսի մոտ էր։ Ու մեզանից յուրաքանչյուրը ճիշտ գիտակցություն պիտի ունենա։ Իսկ եթե ու ցավոք սրտի ուրիշ բաներ կա, եթե մենք Սուրբ Ծնունդի արժեքը չենք հասկանում, մեր ազգի զգալի մասի մոտ նոր տարին ավելի կարևոր է, քան Սուրբ Ծնունդը։ Մենք նոր տարին մեջ շուքով տոնում ենք, որը որ ինքնին որևէ իմ կյանքի փրկagorցության համար որևէ առնչություն չունի։ Այդ բուդը որ ազգը բերեց մեր մոտ, խոզի բուդը, ռուսներից եկա։ Երևի թե սա նորագույն շրջան է, որովհետև ես հիշում եմ մեծերը ասում էին, որ մեր մեջ
խոզի միսը տարածված չէր, մենք գառան միս ենք։ Սոճկոլ վիճակը ովքեր Հա, բերեցին։ դրանք վերջի սովետական շրջանի երևույթ է, որտեղ հայերը ավելի շատ ավանդաբար սիրել են գառան միս, տաղարի միս։ Համար մեր մոտ գառը այդքան տարածված է եղել։ Ու էժանա չէ ավելի գառը եղել, քան խոզը։ Երևի, դե որովհետև շատ է եղել։ Հիմա հակառակն է, բայց այնպես չի, որ մենք հрьяաների կամ մուսուլմանների նման մերժել ենք խոզի միսը, բայց մեզ մոտ տարածված է եղել գառը, գառնուկը, գառան խորովածը եւ դրա համար այդ խոզի բուդը եւ այլն ինձ թվում է սա սովետական շրջանի հետագա մեկած բան է։ Բայց քանի որ Սուրբ Ծնունդը, ինչպես որ ասացի, նախ 1 շաբաթ պահք է, հետո ճրագալույցի պատարագն է, հետո առավոտյան ամսի 6-ին, ու սա անշարժ տոն է, միշտ ամսի 6-ին է։ Տոներ կան զատիկի նման, որ շարժական են։ Սուրբ Ծնունդը միշտ անշարժ է, որտեղ որը գիտենք, ամսի 6-ին է։ Դրանից հետո հաջորդ օրը մեռելոց է, որտեղ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, որոնց նաև շնորհավորում ենք, որ իրենց Սուրբ Ծնունդը, իրենք վերացած, անհետացած չեն, իրանք գիտակցություն ունեն, կան։ Մենք խոսեցինք այս մասին, որ աղանդավորական soul sleep-ի ուսմունքը անընդունելի է մեզ, որ հոգիդ քնածը չկա։ Չէ, հոգին արթուն է, կա, եւ դրա համար մենք հաջորդ օրը ամեն տաղավարից հետո նաեւ տոնում ենք այդ տոնը մեր ննջեցյալների հետ, բայց նաեւ մի հետաքրքիր ավանդույթ էլ կա, որ միշտ պահվել է, այս վերջում չկա, կամ քիչ ավելի, չնայած կա, բայց քիչ տնօրհնեք։ Տուն են օրհնում։ Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Զատիկի տոներին միշտ տնօրհնեքի արարողություն է կատարվել։ Ես օրինակ Իրաքայի ընկեր ունեմ, որ ասում է վկայություն է տալի մեր շրջանի, որ ասում է քահանա հետ ինքս արգավակա, բոլոր տները գնում էինք Իրաքում, այս շրջանում։ Այսինքն նա ցույց է տալի, որ պահվել է այն ավանդույթը, որը որ եղել է հնում, տնօրհնեք, բոլորի տները օրհնվում էր, բոլորի օջախները օրհնվում էր։ Ամեն օր, ամեն տարի նույն տունը, թե տարբեր նոր տներ հայ։ Դե որտեղ որ բնակվում ես, քո բնակության վայրը։ Այսինքն տունդ ամեն տարի օրհնում ես։ Անպայման։ Նույն տունդ։ Անպայման, որտեղ անդադար օրհնության կարիք կա, փորձանքներից ազատվելու, Տիրոջ օրհնություն ունենալու, որովհետև օրհնվում են հատուկ աղոթքներով։ Եվ ի վերջո ննջեցյալների պահը չհասկացա։ Ես դե բնականը գիտենք, որ ննջած են, բոլորի հոգիները կենթանի են, չեն մահացել, բայց Քրիստոսի ծնունդից հետո ննջեցյալներին, որ հիշում ենք, ոնց է, որպես ինչ ենք հիշում, բանը էլ իմաստը։ Հիմա եթե մեռելոցի իմաստը։ Իմ ծնողի ծննդյան օրն է, որը որ ֆիզիկապես այլևս իմ հետ չի։ Ես նշում եմ այդ օրը։ Ես չեմ ասում, քանի որ իմ ծնողը ֆիզիկապես իմ հետ չի, իր ծնունդը չեմ նշելու։ Ինքը էլ չկա իմ կյանքում։ Ես նշում եմ իմ, նույնը էս պարագանն է, Քրիստոս մշտապես մեզ հետ է։ Քրիստոսի ծնունդը մենք նշում ենք, ու ոչ միայն մենք ողջերս, այլ նաև ննջեցյալները։ Եվ այս վկայությունը բոլոր եկեղեցիներում կա, բոլոր հին եկեղեցիներում կա։ Ուրեմն, բացի այն, որ մենք ողջերս ենք նշում, հաջորդ օրը միշտ ավանդաբար հին եկեղեցիները բոլորը նշում են կոնկրետ այդ տոնը արդեն ննջեցյալների հետ։ Եվ քանի որ այդ տոնի հիշատակության օրն է, աղոթք է բարձրացվում այդ ննջեցյալների համար։ Սա նշանակում է, որ մենք միայն եսասեր էգոիստ չենք, միայն այս աշխարհի վրա կենտրոնացած չենք, միայն մեր կողքինների վրա կենտրոնացած չենք, որ չենք մոռացել մեր հարազատին, մեր ընկերոջը, մեր բարեկամին, որ իրան հիշում ենք մանավանդ ուրախ օրերին, կարևոր օրերին, փրկության համար հիմք հանդիսացող օրերին, եւ միշտ իրենք մեզ որ գնում են գերեզման, խմիչք են տանում եւ ննջեցյալի կենացն են խմում, հարգելով ննջեցյալին, որտեվ համոզված են, որ մարդիկ գնում են հարգում են իրենց ննջեցյալին, իրականում իմաստը ես կարծում եմ շատերը չգիտեն։ Հարգանքը ցույց են տալիս ննջեցյալի մոտ, հա, զատկի մեռելոցի օրը, բայց իմաստը, որ դա տոն է,
եւ իրենց ննջեցյալի հետ ուղակի տոնում են Քրիստոսի փրկությունը, որտեղ իրանք էլ են վայելելու, չէ՞, այդ փրկությունը։ Կապ չունի, որ ֆիզիկապես մեր հետ չեն։ Ես կարծում եմ, որ մեռելոցին չկա այդ մտայնությունը, այն ինչ որ երբ որ մարդիկ գնում են գերեզման, ու շատերի մոտ։ Ձեզ ասեմ, երևի ավելի շատ Հայաստանում այդ ավանդույթը կար խմել եւ այլն, այստեղ այդքան չեմ տեսնում։ Բայց Այստեղ ես էլ չեմ տեսել։ հա, երկու պարագան էլ շատ հստակ է, որ երբ որ մենք գնում ենք, քանի որ մեր կյանքից աղոթքը վերացավ, ընդհանրական աղոթքը, ես չեմ հիշում դեպք, երբ որ այդ նույն հավաքվածները հայրմերն ասեին։ Միասնաբար ասեին ոչ թե բաժակ բարձրացնեն, այլ հայրմերն ասեն։ Ավանդությամբ մնացել է մենակ խունկը ծխելը, եւ խունկ են ծխում ու ասում են ողորմի, առանց անդրադառնալու ինչի մատ։ Երբեմն ուղղակի ռեֆլեքսորեն։ Սա նպատակը այդ մի բաժակ կամ երկու բաժակ օղին խմելը բացարձակ ոչինչ չի անում ննջեցյալին։ Ու առիթ հանդիսանում մեր ինչ որ մեր հարաբերության գինովնում ենք եւ այլն։ Ամբողջ նպատակը, եթե գնում ենք այցելում ենք շիրիմներ, աղոթք անելն է, որտեղ աղոթքով ես դու կապվում այդ մարդու հետ։ Միայն աղոթքով։ Եվ եթե բերել ենք, եկել են ոչ թե մեկ, այլ մի քանի բարի կամ հարազատ ընկեր, ուրեմն միասնաբար աղոթք պիտի անեն, գոնե տարական աղոթքները։ No, աղոթքը հիմա կենացն է ավելի շատ։ Ես օրինակ 44 օրյա տղերքի մոտ ահագին մարդ է գնացել գիշերը, այդ ձնին ահագին ժողովուրդ գնացել էր, որ երեխեքի հետ նշեն, 12-ը հենց խփի։ Եվ տեսա, որ կանյակի շշեր կային եւ մարդիկ գնացել էին, լցնում էին բաժակները, նույնիսկ կա դեպք, որ կեսը խմում են, կեսը լցնում են քարի վրա, եւ այդ մարդկային մոտեցումն է, որ ինքը հիմա սառը ցուրտ տեղ պարկած, մենք իր տեղը մի հատ տականանք, կամ չգիտեմ, ամեն մարդ դա լրիվ սնահավատություն է, բացարձակ քրիստոնեության հետ կապ չունի, ուստեղ է գալիս առանց այս մարդկանց նեղացնելու։ Սառը գետնին հիմա ինքը պարկած, Սա երևի թե եկեղեցու թերի աշխատանքի, որի մեջ նաև ես ինձ եմ տեսնում, արդյունքն է, որովհետև երբ որ դու ճշմարիտ ուսմունքը ավետարանը չես փոխանցում, նպատակը իրենց հիշելն է Սամվելը գրելը։ Այս մարդկանց մոտ լրիվ սնահավատության երևույթներ են գալիս, ոնց որ ասենք մարդիկ շատ նորն էլ էին ասում, ոնց որ ասենք Օ, այս ինչ թիվը լավ թիվ է, այս ինչ թիվը վատ թիվ է, սև կատուն անցավ եւ այլն։ Այս ամբողջը կոչվում է սնահավատություն, այսինքն դատարկ հավատ, ոչ իրական, ոչ շոշափելի հավատ, եւ դրանք գնալով ավելի քչանում են։ Բայց իմ ասածը հետեւյալն է, ոչ թե դրանցով փորձենք մենք մեզ մխիթարել, այլ իրական Քրիստոսի ավետանով, որ այդ մարդը իմ հարազատը, բոլորս հարազատ ենք ժամանակավորապես կորցրել, որտեղ քրիստոնյաներս գիտենք, որ ժամանակավոր կորուստ է դա, ու նույնիսկ կորուստ էլ չի, ժամանակավոր բաժանում ենք սա կոչում։ Իրենց մոտ ցուրտ, սառը գաղափար չկա, իրենք եթե հավատում են երանության մեջ են, որովհետև մարդը հոգի է, քան մարմին, իսկ այդ մարմինը ինքը վերականգնվելու է, մարմինը գնում կորում է, բայց վերականգնվելու է, ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն ասում, լինելա ոչ թե շոշափելի, ոչ թե ներողություն բառը ճիշտ է, մարմնական մարմին, այլ հոգևոր մարմին, ոչ թե զգացական, այլ հոգևոր, չնայած նաև կարողանալու ենք շոշափել, ինչպես որ Քրիստոսի մարմինը շոշափեցին։ Եվ մարմնի վրա կենտրոնանալ ու ոչ թե հոգու։ Այսինքն տղաները ավելի լավ տեղ են, քան մենք պատկերացնում ենք, եւ նրանք ուղղակի նահատակա, ինքը Աստծո ներկայության մեջ է, եթե ինքը իր հավատի ու սրբության համար է արել, ինքը Աստծո ներկայության մեջ է։ Այնքան գեղեցիկ աղոթքներ ունենք նահատակների համար, վարդանանց նահատակների համար եւ ընդհանրապես նահատակների համար, իրեն նույնիսկ կոչվում է վարդագուն արունով մանձինք, այսինքն ամենամաքուր արունն է սա, որ Քրիստոսի համար է զոհվել կամ փեղվել։ Ինչ գոնե հայրմեր արտասանեն, հայք դրա աղոթքով նաեւ այդ գիտակցությամբ, որ ոչ թե իրենք սառը տեղ են եւ այլն, այլ իրենք երանության մեջ են, Աստծո ներկայության մեջ են, սպասում են երկրորդ գալուստին, որը նորից պիտի վերականգնվի ամեն ինչ, ու շատ ավելին։ Սա է, որ ես չեմ մեղադրում, որովհետև մարդը ցավի ու բանի մեջ է, բայց այստեղ գալիս է Քրիստոսի ուսմունքի գիտակցությունը, ու դրա համար երբեմն նաև ինչու՞ չէ, շատերը նույնիսկ չեն մոտենում հոգևորականին, եկեղեցի, պատարագ,
Հակառակն էլ կա, երբեմն երբ որ հոգևորականն է փորձում խոսի իր չափով, որ շատ քիչ է, դեռ քանակն էլ է քիչ, չեն լսում, չեն կարևորում, շատ ավելի կարևոր քաղաքական ինչ-որ մի բանի մասին, որ հեչ կարևոր չի, ես ինչ երկրի աշխարհի, ես իմ երկրների մասին կլսենք շատ ավելի բան, ցանկությամբ ու ուշադրությամբ, քան մեր անձնական կյանքին վերաբերող, մեր փրկությանը վերաբերող հարցերին, որովհետև նորից ուզում եմ վերադառնալ Սուրբ Ծնունդի խորհրդին։ Սուրբ Ծնունդի խորհուրդը փրկության ամենակարևոր ու առաջնային գրավականն է, որը պիտի ամբողջացվի ու լրացվի Սուրբ Հարության խորհրդով, որը վերջնակետն է։ Եթե ունենք Սուրբ Ծննդյան խորհուրդը ու ապրում ենք Սուրբ Ծննդյան խորհուրդը գիտակցաբար, այստեղ գալիս է Կասեք խորհրդի մասին, որտեղ ավելի շատ խոսեցինք ոնց է կատարվել օրը, իսկ խորհրդի մասին Չէ, Անի ջան, ամենասկզբից մոտ 20 րոպե խորհրդի մասին էի խոսում։ No, ես ի նկատի ունեմ, որ սխալ երևի հարցը տվեցի, ինչ ի նկատի ուներ Քրիստոս, որ ծնվեց։ Ինչի ծնվեց Քրիստոս, ինչի վկայվեց Քրիստոսի մասին եւ ընդհանրապես ինչի Քրիստոս եկավ։ Այդ ի նկատի ունեի։ Հա, հենց այս վիճակն էր, որ Քրիստոս եկավ, որովհետև մարդը իր բարի կերպարից շեղվեց ու դարձավ այն բարի էակը, որի համար ինքը պիտի ծնվեր, որի համար ու որոշեց այդքան տարի աշխարհը ապրեց, հենց այդ ժամանակ կա։ Չէ, Աստծո ու մարդ հարաբերությունը մենք այս մասին ենք խոսել, ինքը էտապներով է, փուլերով է, երբ որ արարչագործությունը կատարվեց Ադամի ու Եվայի հետ, Աստված ուխտ կնքեց։ Ադամն ու Եվան այդ ուխտը չպահեցին, այսինքն խոստումը չպահեցին, ուխտը ավելի կարևոր է, քան խոստումը։ Որից հետո երկրորդ ուխտը կնքեց արդեն Նոյի հետ։ Նոյի հետ էլ ուխտը չպահվեց։ Երրորդ ուխտը Աբրահամի հետ կնքեց։ Աբրահամի հետ չպահեց մարդը։ Մարդ արարածը, որտեղ շեղվեց։ Աբրահամի հետ կնքեց։ Հետագայում մենք գալիս ենք Դավթի հետի ուխտը, որը արդեն ազգության ազգի գաղափարն է, ավելի պետականության գաղափարն է։ Պետություն, տաճար, ու սա անդադար, այսինքն մարդը Աստծո հետ ուխտերը, մարգարեների միջոցով անդադար հիշեցվեցին այս ուխտերը։ Ու անդադար նորից մարդը շեղվեց, որովհետև մարդը թույլ էակա ու չարը խաբում է մեզ։ Չարը մեզ խաբում է, որովհետև շատ ավելին գիտի, քան մենք ինքներս մեր մասին։ Եվ ի վերջո արդեն հին ուխտը ավարտվեց, իր մեջ ներառելով բոլոր, ու եկավ նոր ուխտը, որ Աստված որոշեց ինքը աշխարհ գալ, մարդ դառնալ եւ իր օրինակով ցույց տալ, թե ինչպես պիտի լինի մարդը։ Այսինքն կներեք ընդհատեմ ստեղծես, որտեղ ինչ որ հետաքրքիր նոր բան լսեցի, որ երբեք այտենց չէի մտածել, Հայկ ջան։ Փաստորեն մարդ արարածին տրված էր, որ գոնե ուխտդ պահես, բայց փաստորեն պատմությունը ցույց տվեց, որ մարդ արարածը չի կարողանում Աստծո հետ իր ուխտերը պահի։ Քանի որ Աստված մեզ շատ, քանի որ չէ, Աստված մեզ շատ սիրելով, որոշում է ինքը դառնա մարդ, որ մեր փոխարեն այդ ուխտը պահի։ Մեր փոխարեն նախ ամենաառաջնայինը մեր փոխարեն իր վրա վերցնի բոլոր աշխարհի մեղքերը, դրա համար Հովանու ավետանում պիտի ընթերցենք Հովանես Մկրտչի բառերը, որ ահագարը Աստուծո, որ իր վրա է վերցնում ամբողջ աշխարհի մեղքերը եւ մաքրի լվացնի ամեն ինչ ու ասի նորից եք սկսում, այս օրինակով եք սկսում ու այն ժամանակ ոչ թե ես ձեր հետ երկնքից եմ խոսում, այլ հիմա ձեր հետ եմ քայլում, շոշափելի եմ, մարդ եմ։ Ու դրա համար Հովանու ավետանը սկսում է դրանով, սկզբից էր խոսքը, խոսքն Աստծու հետ էր եւ խոսքն Աստված էր։ Այսինքն այլ խոսքով այդ խոսքը, որը շոշափելի չէր, խոսքը չէր շոշափում, դարձավ մարդ եւ այդ խոսքը ինքը արարիչն էր ամեն ինչի ասում է։ So այդ Աստված մարդ դարձավ գաղափարը վերում է սրան, դրա համար մեծ սուրբերից մեկը Ալեքսանդրացին Աթանաս պիտի ասեր, որ Աստված մարդ դարձավ, որպեսզի մարդը Աստծո նման դառնա։ Աստվածանա, այսինքն Աստծո նման դառնա։ So այս էր ամբողջ իմաստը, ու սրա գալը, որովհետև շատերը պիտի չընդունեին ու ասեին, սա սովորական մի ծնունդ է, եղավ բացառիկ, եղավ տարբեր, եղավ կույսից։ Ինչու կույսից եղավ, որովհետև մարդկային մեղքը
որը որ ինքը վիրուս է, ինքը մարդու արարչագործության ժամանակ չկար, Աստված մարդուն մեղավոր չի ստեղծել, դա հետագայում մյուտացիայի ենթարկված, այսօրվա բառապաշարն եմ օգտագործում, դա վերածվեց, ինքը եկավ դա հանելու ու ասելու, որ այսպիսին էր Ադամը, դրա համար Քրիստոսի նաև մենք կոչում ենք նոր Ադամ, ինքը առանց մեղքի էր, եւ հիմա ես ճանապարհն եմ ցույց տալիս, թե ինչպես պիտի մենք մաքրագործվենք, մարդը մաքրագործվի ու գնա դեպի հավիտենություն։ Ու առաջի մաքրագործման ճանապարհը սկսում է սուրբ մկրտությունից։ Երբ որ Քրիստոսի մարմինն ու այսինքն նոր կյանք ես դառնում ու դրա համար է Քրիստոս ասում, որ եթե մեկը հոգուց ու ջրից չծնվի, չի կարող երկնքի արքայությունը ժառանգել։ Ու պատահական չի, որ Սուրբ Ծնունդի օրը մենք նաև Սուրբ Մկրտության օրն ենք նշում, որը որ 2 տոն է։ Այսինքն սկսեց նոր կյանքը։ Նոր կյանքը սկսեց իր ներկայությամբ, իր խոսքով, իր ավետարանով, իր առաքյալների կյանքով, որովհետև միայն Քրիստոսը չէր, Քրիստոս կատարյալ Աստված ու կատարյալ մարդը, բայց ինքը ցույց տվեց, որ նույնիսկ բոլոր մարդկանց նման մեղավոր մարդիկ, որ հետագայում առաքյալ դարձան, իրենք կարող են ապրել այն ուսմունքը, ինչը որ ինքը ուսուցանեց։ Ու այո, թերևս հուդաներ եղան, 1 հուդա, 2, բայց հիմնականում Քրիստոսի ուսմունքը հնարավոր է ապրել։ Ու հիմա ինձ ու ձեզ է գալիս դա։ Ես ու Անին ենք, այս մեծագույն խորհուրդը տրվել է, որ մեզ վերջի չենսն է, հնարավորությունն է տրվել, որ մենք իր նման լինենք եւ ամեն տարի սա մեզ հիշեցվում է, որովհետեւ սկզբից կարող է ոգևորվենք, հետո նորից թուլանանք։ Ամեն տարի հիշեցվում է, որ Քրիստոս ծնվել է, որ Քրիստոս մկրտվել է, որ Քրիստոս պիտի ծնվի մեր կյանքի մեջ։ Սա է խորհուրդը, ինչպես որ ասացի, որովհետեւ Քրիստոս ինքը իրեն լույս կոչեց։ Եվ սա է, որ մենք էլ պիտի լուսավորվենք, այդ խորհրդով առաջ գնանք։ Եվ եթե սա չկա, արդյոք այս հարցը ես բոլորիս պիտի տամ, արդյոք մենք իրապես Քրիստոսի հետևորդ ենք ու քրիստոնյա, թե ուղղակի մենք ձևական դերասաններ ենք, որոնք նախ եւ առաջ ոչ թե դիմացինին են ձևականություն անում, այլ իրենք իրենց են խաբում։ Որովհետեւ քեզ կարծել քրիստոնյա ու խորհուրդը չընդունել ու Քրիստոսի օրինակով չապրել, նշանակում է ձև թափել ու ինքդ քեզ խաբել։ Իսկ ինչպես ես ապրում Քրիստոսի ապրած կյանքով, ինչպես որ ինքը մեզ ուսուցանեց։ Նախ եւ առաջ իր ավետարանին ծանոթանալ, հետո հետ մեկտեղ իր եկեղեցու մեջ լինել, իր մարմնի մեջ լինել, իր հաղորդությունը ունենալ, քո նման քրիստոնյաների հետ լինել, իրանցից քեզ լավը չդասել։ Այո, բոլորս ունենք թերություններ, ոչ ոք Քրիստոսի նման կատարյալ չի, բայց ոչ թե թերությունների վրա կենտրոնանալ, այլ օրհնությունների, այլ դրական կողմերի, որովհետև մարդս ինչ է անում։ Ինքը միշտ ուրիշին իրանից ցածր է ցույց տալիս, իրեն ավելի բարձր, իսկ եթե տեսնում է ուրիշի շնորհը, մի բան, որ ինքը չունի, նախանձում է ու պիտակավորում է։ Իսկ դա քրիստոնեական չի։ Ու դրա համար եմ նորից ուզում հիշել, ոչ թե մեկս մյուսին ավելի բարձր դասենք դիմացինից, այլ գնահատենք ուրիշի շնորհը եւ նաեւ ինչու՞ չէ, խոսենք այս մասին, փառք տանք այդ մարդուն համար Աստծուն։ Եվ այսպես է, որ աստիճանաբար լուսավորվում ես ու վերականգնում ես այն պատկերը, ինչը որ Քրիստոս իր օրինակով ցույց տվեց։ Այլ խոսքով վերականգնման շրջանն է, որ Հայկն ու Անին վերականգնեն այն պատկերը, ինչի համար իրանք ստեղծվել էին իրենց մոր որովայնից։ Ամեն։ Հայկ, իսկ կարանք ասենք, որ մինչև Քրիստոս փաստորեն այդ ուխտի պահն էր, որ մարդկությունը տենց էլ չարդարացրեց իրան, չկարողացավ Աստծո հետ գնա եւ պահի այդ ուխտը, Քրիստոս մարդացավ, որպես եկավ մեզ օգնի եւ ցույց տա ոնց կարելի է լինել մարդ, եւ մենք էլ իր օրինակը պետք է վերցնենք, բայց համ էլ ստեղ գալիս է այս հարցը, արդյոք Աստված գիտեմ սա սխալ է, պետք է հիմա ինձ ասեք, չէ, բայց այտենց երևույթ տպավորություն է, որ Աստված թեթևացրեց մեր բեռը եւ ինչ որտեղ թույլ տվեց, որ մենք մեղ գործենք եւ Քրիստոսի միջոցով ներվենք։ Ինչ որ sense թեթևացրեց մեր այդ բեռը ուխտ պահելու։
Երկուստ է կարելի է դիտել, թեթևացրեց այն առումով նախ ասեմ, որ դուռը բացեց երևի մեր քրիստոնեական ընկալման մեջ ու դրա համար պատահական չի, որ խաչի ժամանակ տաճարի վարակույրը վերևից ներքև պատռվեց, ցույց տալով, որ այդ ճանապարհը բացվեց, որովհետև այդ ճանապարհը վարակույրի տեսքով փակ էր, սա խորհրդանիշ է, ու վերևից ներքև, որտեղ Աստված պատռեց։ Տաճարի վարակույրը ներքևից են պատռում, որտեղ բարձր է, վերևից չես կարա։ Եվ երբ որ վերևից է պատռում, պատահական չի ավետարանես մասին խոսում, որ Աստված ինքն է պատռում այդ պարտամուր հակը, պարտքերի պարտքը, թուղթը ասելով, որ բացեցի ճանապարհը։ Սո Քրիստոս այդ ճանապարհը բացեց, ինքը նորոգություն, ինքը ոնց որ նոր էջից ասեց, կարող ենք սկսել։ Հաճախ ուզում ենք restart ենք ասում, նոր էջից սկսել։ Բայց միևնույն ժամանակ Քրիստոս եկավ ասելու, որ այն ինչ որ ձեզ ասում էի, այո, ես բացեցի ճանապարհը, բայց ինչ որ 5 տականում էր, դա ավելի թույլն էր։ Հիմա սանդղակը բարձրացնում եմ։ Mən քեզանից ավելի շատ եմ ակնկալում, որովհետև ես ին վրա շատ բան վերցրեցի։ Հիմա ուզում եմ, որ դու էլ անես։ Ու ինչու ես ասում իմ օգուտի համար։ Օրինակը շատ հստակ է։ Եթե ժամանակին կնոջ հետ, ուրիշի կնոջ հետ կամ կենակցելն էր մենակ խնդիր, անառակությունը կոչվում էր կենակցել ֆիզիկական կապը, Քրիստոս ասաց, որ մտավորն էլ արդ մեղք։ Ոչ թե որ այն ժամանակ չկար, այլ որտեղ Աստված դա թույլատրել էր։ Բայց ինքը բերեց խորքին ասելով, որ արմատը տեղից է, երբ որ մտքով ցանկացար։ Արդեն իսկ Այսինքն եթե ավելի բարթացրեց, բա եթե մենք ուխտստի չէինք կարում պահեինք, էսի ոնց ենք պահել։ Ոչ թե բարթացրեց, այլ ինքը իր վրա վերցրեց ամբողջ բեռը, բայց ասեց քեզանից էլ ակնկալում եմ, որ այլևս դու էլ հասունանաս։ Որովհետև Անին ու Հայկը մենք ձեր մոտ են պատկերն է, որ մենք միշտ նույն ուժն ունենք։ Մենք նույն ուժը միշտ չունենք, մենք աճում ենք։ Եվ Քրիստոս մեր ձեռքից բռնած բարձրացնում է մեզ։ Եվ ինչքան որ ինքը մեր ձեռքից բռնած մեզ բարձրացնում է ու մեր տարիքը աճում է, այնքան բնականաբար նաև մեր կարողություններն են փոխվում։ Նոր ուխտ նշանակում է բարձրացված վերև, արդեն հասուն։ Ու դրա համար էր ասում, որ Հովանես Մկրտիչը, որ հին ուխտի վերջի մարդն է, շատ ամենափոքրն արքայության մեջ, որտեղ ձեզ շատ են բարձրացրել։ Դուք այլևս իմ մարմինն ու արյունն եք ընդունում։ Հին ուխտի մարդը Քրիստոսի մարմինն ու արյունը Աստծո մարդացած Աստծո մարմինն ու արյունը չէր ընդունում։ Հին ուխտի մարդը մկրտված չէր։ Այսինքն մենք Աստծո ոգով ենք հիմա, հա, եթե համեմատվենք։ Բնականաբար, մենք հիմա դարձել ենք այս ինչ եղավ, Սուրբ Հոգու տաճար։ Ու ոչ թե անհատներ, այն ժամանակ մենակ մարգարեներն ու մի քանիսն էին, հիմա բոլորս ենք։ Մենք դարձել ենք Աստծո որդեգիր, ոչ թե արարած, այլ Աստծուն իբրև հայր կոչող, Աստծուն հայր ճանաչող, Աստծո որդեգիր։ Եվ մենք դարձել ենք Քրիստոսի մարմնի անդամ։ Սա բոլորը նոր ուխտը մեզ տվեց, Քրիստոս մեզ տվեց։ Սո քանի որ այսքանը մեզ տվեց, Սուրբ Հոգու ներկայությունը անմիջապես մեր մեջ է, մեր ինքն է մեզ առաջնորդում, բնականաբար արդեն ակնկալիքներն էլ մեծ են։ Այսինքն անչափ շատ շնորհներով բաշխեց, տվեց, ու դրա համար շնորհների մասին Հովանու առաջի գլխում էլ է խոսում, որ մեր շնորհները հիմա անչափ շատ են։ Ու քանի որ անչափ շատ են, ուրեմն ինձանից էլ ակնկալվում է, որ ես հրեայից ու մուսուլմանից բարձր պիտի լինեմ։ Ես չեմ կարող հրեայի մուսուլմանի բարոյականության սանդղակով ապրել։ Որովհետև ես իբրև քրիստոնյա անմատ ավելի բարձր սանդղակ ունեմ։ Ու այդպես էլ արել են մեր հայրերը։ Դրա համար մենք տարբերվել ենք մյուս կրոնների ներկայացուցիչներից, որովհետև իմ սանդղակը բարձր է, բայց իմ ուժն էլ բարձր է, որովհետև Աստված է ինձ հետ ուղղորդում, եթե ես իր հետ եմ։ Բայց եթե ես գնում եմ նորից աշխարհ, եթե ես նախընտրում եմ խավար գործեր, ինչպես որ ավետարանն է ասում, բնականաբար Աստծուն ասում եմ իմ հետ չես, մի կողմանցի, ես ուրիշ ճանապարհ ունեմ։ Եվ Աստված էլ, քանի որ ինքը բռնապետ չի, երբեք իմ կամքին չի բռնանում, ասում է, եթե այդպես ես կամենում Հայկ, որ դու գնաս աշխարհ եւ չար գործերի մեջ մտնես, քո կամքը ես հարգում եմ հեռացա։ Okay։ Եվ այդտեղ ինչ է լինում, մարդը միգուցեև պարարտանում է մարմնով, հարստանում է, ճոխանում է, խաբելով, չգիտեմ, ազարտուղի ճանապարհներով, բայց հոգին սկսում է կորցնել ու անչափ ավելի կորցնել։ Ու նորից գալիս է Սուրբ Ծնունդը, ու մեզ հիշեցնում է, որ Հայկ կամ Անի, կամ որևէ մեկը դու կոչված չես սրա համար, դու կոչված ես փրկվելու համար։ Հիշի Սուրբ Ծնունդի խորհուրդը, որը որ մեզ փրկության է առաջնորդում։ Աշխարհը քեզ փրկության չի առաջնորդում։ Աշխարհը սատանայից մեզ չի ազատելու։ Սատանայից ազատողը փրկիչն է, իսկ փրկիչը մեկն է։
Հիսուս Քրիստոս, ոչ թե այլ կրոնների ներկայացուցիչներ կամ այլ կրոններ, այլ ինքը միակն ու ճշմարիտը, ինքն է ճանապարհը, ինքն է ճշմարտությունը եւ ինքն է կյանքը, Հիսուս Քրիստոս եւ իր ծնունդը այսօր իմ ու ձեր համար մեծագույն պատգամն է, մեծագույն ավետիսն է, բարի լուրն է, որ եկեք եւս մեկ անգամ վերապրենք Քրիստոսի ծնունդը մեր կյանքում։ Ամեն։ Ամեն, Հայկ ջան, մեր ժամանակը սպառվեց, այսքանով ավարտենք, էլ ամփոփում իմ կողմից ավելացում չունեմ, որտեվ ամեն ինչ պարզ էր եւ հրաշալի կերպով բացատրեցիք, շնորհակալություն շատ եւ խորհուրդ է Քրիստոսի ծնունդը։ Մեծ խորհուրդ է, խորհուրդ մեծ եւ սքանչելի խորենացու բառերով։ Դա Աստված, որ Աստված ինքը իր հոգով բացի մեզ այդ խորհուրդը, որ ամեն անգամ հասկանանք խորությունը, այսօր էլ այդ օրերից մեկն էր, որ ինչ որտեղ մեր համար նոր բան բացվեց, չնայած որ գիտեինք, որ Քրիստոսի ծնունդն է, բայց ուրիշ ձև իմացանք, հա, այդ խորհուրդը ոնց որ ամեն անգամ մեզ բացահայտվում է։ Այս անգամ ձեր միջոցով եղավ, Աստված օրհնի ձեզ, շատ շնորհակալություն այսօրվա թեմայի համար։ Եթե ունեք 2 րոպե, ես մի բան էի գրքից հանել, որ ուզեցի մի պա գնանք հետ մեր հայրենի ժամանակը ու տեսնենք, թե հենց այս օրը, օրինակ Կիլիկյան Հայաստանում, ինչպես էր կատարվում Սուրբ Ծնունդի եւ նաեւ Սուրբ Մկրտության խորհուրդը, եւ սա գրողը ինքը օտար է, որ ժամանակին խաչակիրների ժամանակ գնացել է Կիլիկիա անցել, Կիլիկիա մի որոշ շրջան մնացել է, հետո իջել է դեպի Սուրբ Երկիր, Երուսաղեմ, եւ ինքը գրում է, թե հայերը Կիլիկյան շրջանում Լևոն թագավորի օրոք հունվարի 6-ը ինչպես են նշել եւ հետաքրքիր է ինքը, որտեվ սա կարծես թե մեզ հիմա 900 տարի հետ է տանում ու մեր հայրերի մասին է խոսում։ Մտածեցի, որ շատերս այս հնարավորությունը չենք ունենալու կարդանք, որովհետեւ մենք մեր պատմությունից էլ ենք կտրվում, ու լավ կլինի մեկ հատ հիշեցում։ Սա կաթոլիկ անձնավորությունն է, անունը կանոնիկոս Վիլերբրանդ, եւ այս մարդը վկայում է հետեւյալը, ուղղակի 2 րոպե ընթերցեմ, վստահ եմ շատերին էլ օգտակար կլինի, ասում եմ հայտնության տոնին եկանք Սիս, որտեղ մեզ Լևոն թագավորն էր հրավիրել իրենց հանդեսը ցույց տալու համար։ Սիսը գլխավոր քաղաքներից մեկն է, անհամար հարուստ բնակիչներ ունի։ Հայտնության օր, այսինքն աստվածահայտնության, ծնունդի օրն է, նույն բառն է։ Աստվածահայտնության տոնը այսպես արեցին, նախ 12 օր ապաշխարեցին, ծոմ պահեցին, հրաժարվելով ձկից, գինուց եւ ձեթից, ճրագալույցի օրն էլ ծոմ պահեցին, երեկոյան պատարակ մատուցեցին եւ ամբողջ գիշեր աստվածային պաշտամունքով հսկում արեցին։ Առավոտյան քաղաքի մոտի գետեզերքին իջան, Լևոն թագավորը նստած էր բարձր եւ ահեղ պարանոցով մի ձիու վրա, թագավորի սպասավորները շքեղորեն ձիեր հեծած իրենց դրոշակներով արջևից էին գնում, բազմահազար մարդիկ էլ շրջապատում էին թագավորին։ Թագավորից հետո երկրորդ անձը Ռուբենը երկրի ազնվականների հետ նրա հետևից էր գնում, որից հետո մեծ բազմությամբ գալիս էին զինվորները, բոլորն էլ վայելուչ զարդարանքով։ Այս զինվորները միաբերան աղաղակեցին Սուրբ թագավոր, եւ երբ հնչեցին զինվորական փողերը եւ նվագարանները, թագավորը եկավ իջավ այն վրանը, որ իր համար գետափին էր խփված։ Այնուհետև եկավ հունած պատրիարքը իր հետևորդներով եւ ապա փառավոր թափորով հայոց եկեղեցականներն իրենց կաթողիկոսի հետ։ Սկսեցին օրնել գետի ջրերը, հունարեն եւ հայերեն ավետարան կարդացին, խաչ իջեցրին գետի մեջ եւ աջ կողմից մի աղավնի թռցրեցին, մեկը գետի մեջ իջավ եւ մեջտեղը հասնելուց հետո բարձրաձայն աղաղակեց ասելով. «Կեցցե մեր թագավորը Հավիտյան»։ Մեկ անգամ էլ գոռաց ասելով. «Թող զորանա եւ բարձրանա քրիստոնեությունը ամբողջապես»։ Եվ բոլորը միաբերան պատասխանեցին ամեն։ Հետո թագավորը եւ մյուսներն իրենց ցողեցին այդ օրհնյալ ջրով, իսկ ասորիները, որ նրանց հետ էին, մերկ լվացվում էին ջրի մեջ։ Ջրօրհնեքից հետո եկեղեցականները վերադարձան իրենց տեղերը, իսկ թագավորը մյուսների հետ գնաց Ձիարշավի, որովհետև այս զբոսավայրը տեղակայված էր Սիս քաղաքի մոտ։ Թե որչափ զվարճալի ու անհոգ էին այդ զբոսանքները, խոստովանում եմ, որ չեմ կարող նկարագրել։ Ազատ օրթիները, այսինքն ազնվատող մարդիկ, զինախաղ եւ նիզակախաղ էին խաղում։ Սրանից հետո, երբ հայտնության օրերը լրացան, մեծ թագավորը շատ պատիվներով մեզ ուղարկեց եւ մենք գնացինք եւ շրջեցինք ուրիշ քաղաքներում էլ, որոնց վրա եւս թագավորում էր Լևոնը,
Եվ հետո եկանք Ադամովտ ամուր ավանը, որը Լևոնը շրջակա դաստակերտների հետ տվել էր ալամաններին, որոնց շատ էր սիրում։ Ուրեմն անձի անունը կանոնիկոս Վիլբրանդ 1100-ականներ, իրական 1200-ականների սկիզբ, թե ինչ կատարվեց։ Մենք այդ ժամանակում իշխանության տակ էինք։ Այդ ժամանակ Կիլիկիան անկախ պետություն էր։ Հա, չենք եղել ոչ մեկի։ Չէ, Կիլիկիան կոնկրետ հենց հեսա կասեք բյուզանդական կամ չգիտեմ։ Չէ, հենց այդ հողատարածքը մենք մեջն էր եւ մենք ունենք թագավորը եւ հենց Լևոններ, որը որ մեծ թագավոր էր Լևոնը, մի քանի թագավոր ունեցանք, Լևոնը երևի մեծագույնն էր եւ սա էլ կաթոլիկ մարդու վկայությունն է հայերի մասին, թե ինչպես էին նախ ծոմապահությամբ ապրում, հետո ինչ։ Ասորիները մեր հետ էին, բայց փաստորեն մեր նման չեն մկրտվել, ջրում առանձին մկրտվել են, հա։ Ասորիները ոնց որ փոքրամասնություն էին եւ այստեղ ին կարծիքով ցույց է տալի հայերի այդ իրապես հյուրընկալ վիճակը, մարդասեր վիճակը, որ երբեք չես ճնշել քո իշխանության տակ եղողներին, այլ փորձել ես միշտ իրենց էլ եւ նրանք էլ իրենց ավանդույթը ունեին։ Իրենց ավանդույթն էլ ջրի մեջ մտնելն էր գետին։ Թեկուզ եւ ցուրտ էր, հունվարվեց, բայց մտնում էին։ Սա մի հրաշալի վկայություն էր, որ մեզ տարավ մոտավորապես 800 տարի, որ տեսնենք թե ինչ է հոգեվորականություն, ովքեր է, ինչ է թագավոր, զոր։ Նորհանու թվերն է, չէ՞։ Այո։ Շնորհալուց մի քիչ հետո, բայց նույն ժամանակաշրջանն է, հա։ Շնորհալի մինչև 1173 է, սա 1200-ականների սկիզբ, մոտ մի 30-40 տարի հետո։ Նույն շրջանն է, շուտ։ Այո, որ ասեն Կիլիկիան եղել է անկախ Հայաստան, եթե կարելի է տենց ասել, բայց Շնորհալին ուրիշ տարածքում ա եղել, որտեղ հայերին մորթել են։ Ասպատակություններ կային, դրա համար ինքը Հռոմկայի Բերդն էր գնացել, բայց Հայաստանը որևէ այս դեպքում Կիլիկիան Հայաստան ուզում եմ շեշտել, ոչ թե մեր այսօրվա Հայաստանը, որտեղ Կիլիկիան Հայաստանը ինքը անկախ էր։ Ամբողջությամբ անկախ պետություն էր։ Միշտ անկախ է եղել։ Դե սկզբից անկախացավ, մինչև հետագայում Եգիպտոսի մամլուքները արդեն վերացրեցին մեր թագավորությունը 1300-ականներին։ Մոտ 200 եւ ավել տարի։ Այո։ Շնորհակալություն Հայկ ջան, այստեղ բոլորը կոմենտներում գրում են, որ հետաքրքիր էր թեման եւ շնորհակալություն են հայտնում։ Մենք էլ ենք շատ շնորհակալ, որ սկսվեցիք մեր հետ Հայկ ջան։ Դե ինչ, մաղթում ենք բոլորին հաջողություն, լավ տարի, օրհնված տարի թող լինի եւ հիշենք ինչի համար Քրիստոս եկավ եւ ինչ է մեզանից պահանջում առաջինը ինձանից։ Ամեն, եւ փորձենք ապրել։ Այո, պահենք եւ ապրենք նենց ոնց որ Քրիստոս կուզի հաստատ։ Ամեն։ Գնացինք Հայկ ջան, ժողովուրդ ջան։ Հաջողություն։